ջրամատակարարումից եւ գազամատակարարումից, բայց քանի որ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Թե չէ, այդքան չարժեր ինքը, որ իրան անդրադառնայինք։ Ինչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով, սաղ ճիշտ է։ Իդեպ պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է 2000-ականներին ոչ չէին թողում ներկրել բջջային հեռախոսներ, որտեղ դա Սեյցրակ Քոչարյանի մենաշնորհն էր, եւ ծանոթ էին գտնում, որ Սեյցրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին, պարոն Բագրատյան, ու ասել խնդրում եմ, այս մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրմաներն ներմուծի։ Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար պարզվում է քան վատ ավտոներ չեն, բայց այն վաղ պարտադրանքով էր։ Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ որ էլի իրանց ինչ որ կամ հենց իրանց կամ իրանց հետ աֆիլիացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծը փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ բան, կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Ստեղ էլ դեմքին կասեի, դեպ ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չի։ Ի տարբերություն այդ ասածների, հիմա ինչ է տեղի ունենում, մենք այո նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում։ Բաժնե Տոմսեն ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած, ԶՊՄԿ, Վիվասել, Ամուրսար, նոր բացվածների նույնիսկ։ Ինչպես նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի, զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ տես պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին։ Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք որպես հայոյանք, դրա մերն էլ։ Բայց եւս մեկ անգամ կուզենամ վերհիշենք բոլորս միասին եւ վերահաստատենք, որ Սերժ Սարգսյանը այն ինչ ասեց այդ եթերի ժամանակ բնավ նորություն չէր ոչ մեզ, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետև մենք բոլորս ապրել ենք այս երկրում, բոլորս տեսել ենք, թե ինչ վիճակում էր գտնվում Հայաստանի Հանրապետության դպրոցները եւ ինչ պայմաններում էին մեր երեխաները կրթություն ստանում։ Այնպես որ բնականաբար նորմալ է եւ ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս Սերժ Սարգսյանը եթերում, ասելով եւ համեմատելով դպրոցաշինությունը թալանի եւ կոռուպցիայի հետ։ Այնպես որ այստեղ շատ ասելիք չկա։ Մի փոքր կանդրադառնամ մարտի 1 եւ հոկտեմբերի 27 Շնորհակալություն։ Կանդրադառնամ նաև մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի մտքի գոհարներին, փայլատակումներին։ Հարգելի հայրենակիցներ, այս մարդը, ով եւս երբևէ ընտրված նախագահ չի եղել, բայց նորից աշխատել է երկար տարիներ որպես նախագահ Հայաստանի Հանրապետությունում,
Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է 44 օրյա պատերազմը հրահրելու մեջ։ Եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այստեղ եւս շատ ասելիք չկա, միայն ու միայն կարող ենք շատ կարևոր արձանագրում անել, ասելով, որ այս մարդը եւ իր թիմակիցները, իր ընտանիքը բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ եւ այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ եղել են մեր երկրում, դրանց հեղինակը եղել են այս երկու անձինք։ Քոչարյան Ռոբերտն ասում է, գիտեք, ինձ հաճելի է ժողովրդի հետ շփումը։ Ոչ, պարոն Քոչարյան, մենք գիտենք, որ ձեզ հաճելի չէ։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին զուգարաններում մարդ սպանելու հրաման տալն է։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպելն ու մարդկանց գնդակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Եվ խոսելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին, ես ուզում եմ ձեզ եւ բոլորիս վստահեցնել, որ այնքան իմաստուն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այո, ձեր ամեն խոսելուց հետո եւ վերհիշելով անցած տարիները մեր պատմությունը, մեկ անգամ եւս բոլորս միասին առաջիկա ընտրություններում ձեզ ձեր համապատասխան տեղն ենք ուղարկելու, ի նկատի ունեմ մեր քաղաքացիների հետ միասին։ Եվ նորից եմ կրկնում, դուք անգամ ընդդիմության աթոռները չեք զբաղեցնելու, որից հետո այսպես դատարկ թողնելու։ Անվերադարձ գնալու եք քաղաքական աղբանոցը եւ ինչքան էլ փորձեք հույսեր փայփայել վերադարձի, դա չի լինելու։ Դուք անհույս լավատես եք եւ կարող եք շարունակել այդպես մնալ, դա ձեր ընտրությունն է։ Խոսելով ընտրությունների մասին, չեմ կարող չանդրադառնալ առաջիկայում սպասվելիք թիմ ընտրությունների մասին, մասնավորապես Էջմիածնում սպասվելիք թիմ ընտրությունների մասին եւ վաղաշաբաթի մեր սիրելի հայրենակիցներին ուզում եմ ասել եւ խնդրել հորդորել, որ վերջիններս նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս իրենց ձայնը վստահեն մեր թեկնածուին, ով ես տեսնում եմ, թե ինչպիսի սեր ու հարգանք է վայելում քաղաքացիների շրջանում։ Խնդրելու եմ մեր ընտրողներին գնալ ընտրատեղամաս եւ թույլ չտալ, որպիսի Գյումրի երկուս տեղի ունենա։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ